Ողջույն հարգելի հեռուստադիտողներ, Factor TV հյուրը քաղաքագետ Էմիլ Օրդուխանյանն է, ողջույն պարոն Օրդուխանյան։ Ձեր գնահատմամբ որոնք է 2025-ի ընթացքում արտաքին քաղաքականությունում դրական զարգացումները եւ հնարավոր ձախողումները։ Նկատենք, որ շատ հագեցած էր առհասարակ քաղաքական դաշտը, մասնավորապես արտաքին քաղաքականությունը, որտեղ շատ գործընթացներ տեղի ունեցան, երբեմն նաև անսպասելի իրենց արագության տեսանկյունից, որովհետև նախադրյալներ կային, մասնավորապես արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացման տեսանկյունից, բայց թե դրանք այդքան արագ իմպլեմենտացնելու կարծես տեսլականը համենայն դեպս հանրության համար այդքան մոտալուտ չէր։ Ինչևէ, նախորդ տարի, այսպես ասենք, 25 թվականին մենք տեսանք նախ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխություն, մինչ փոփոխությունը ռազմավարական բնույթի համագործակցության հաստատում եւ շատ արագ արդեն նոր վարչակազմի գործունեության հատվածում իմպլեմենտացում այդ ռազմավարությունների ընդհուպ ԱՄՆ-ը, ինչպես գրված է փաստաթղթում օգոստոսի 8-ի ականատեսությամբ, այսինքն նրա վկայությամբ, մասնակցությամբ եռակողմ հայտարարությունը, հռչակագիրը, որը խաղաղության մասին է, նախաստորագրված խաղաղության փաստաթուղթ եւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին Ադրբեջանի հետ եւ հայ-ամերիկյան 3 ուրեմն հռչակագրերը ըստ էության, որոնք հուշագրերը համագործակցության ռազմավարական նշանակության ոլորտներում եւ բնականաբար նաեւ դրանից հետո տեղի ունեցած այլ զարգացումներ, որոնք արդեն այդ փաստաթղթի տրամաբանության մեջ են։ Գնայք, ես որսացի ձեր թվարկման մեջ դրանք որպես ձեռքբերումներ ներկայացան, ստացվում է ամերիկյան կողմի հետ գործընկերության խորացումը որոշակի արդյունքներ է տվել։ Միանշանակ այդպես է։ Միանշանակ այդպես է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ նախորդ տարվա ընթացքում էլ առիթ եղել է եւ մենք զրուցել ենք այդ մասին, որ պատմական է լինելու եւ բնականաբար սա կարելի է նաեւ պատմական որակել, որովհետեւ ԱՄՆ մասնակցությունը նախ խաղաղության օրակարգում շատ գնահատելի է եւ երկրորդը նաև համապատասխանում է տարածաշրջանի հետ կապված Հայաստանի Հանրապետության մոտեցումներին, այսինքն խաղաղություն, ապաշրջափակման միջոցով, խաղաղության խաչմերուկի համատեքստում եւ նաև գործնական նախագծեր, որոնք պետք է որ իրականություն դառնան, խոսքը վերաբերում է TRIP-ին, որի պարագայում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը եւ իրավազորությունը հենց ամրագրված է այդ փաստաթղթում, սա ցույց է տալիս, որ պետության սուվերենության հետ կապված որևէ կասկած չի կարող լինել եւ բնականաբար նաեւ արդեն հարևանների հետ քաղաքականության պարագայում որոշակի տնտեսական, այսպես ասենք, փոխադրումներ, այսինքն ապրանքների մասով, ճանապարհների մասնակի գործարկում երկաթգծի թեև միջնորդ պետության միջոցով, բայց այնուամենայնիվ նաեւ Կենտրոնական Ասիայից, Ռուսաստանի Դաշնությունից, Ադրբեջանով երկաթգծի միջոցով դեպի Վրաստան, Վրաստանից Հայաստան տարբեր այսպես փոխադրումներ, այնպես որ շատ դինամիկ էր կարելի ասել այս արտաքին քաղաքականությունը Եվրոպական միության հետ։ Միանշանակ, այո, եւ այդ ամենը տեղի է ունենում այն ֆոնին, որ մենք ունենք, եւ այդ ֆոնը կարծում եմ մեծապես պայմանավորված է, այսինքն այդ անվտանգության եւ խաղաղության ֆոնը եվրոպական դիտորդների առաքելությամբ։ Սա գնահատելի է շատ, որովհետեւ այն պայծի վեր երբ տեղակայվեցին եվրոպական դիտորդները, մենք լարվածության օջախներ եւ հարձակումներ չենք ունեցել ուղղակի Հայաստանի Հանրապետության սուվերեն տարածքի նկատմամբ, մենք տեսնում ենք ակտիվ համագործակցություն Եվրոպական միության հետ, եղան նաեւ այլ բնույթի թե հայտարարություններ, թե փաստաթղթեր, թե օրինագիծ կապված եվրոպական ուղղության հետ եւ մենք տեսնում ենք, որ Հայաստանը իր արտաքին քաղաքականության մեջ շատ ավելի ճկուն է դարձել, բազմասուբյեկտային համագործակցություն է, որը հավասարակշռման քաղաքականության տրամաբանության մեջ է տեղավորվում։ Կներեք, վատատեսները ասում են, որ Հայաստան-Ադրբեջանի միջև պայմանագրի նախաստորագրումը Թրամփի ուղին երաշխիք չեն խաղաղության եւ տնտեսական համագործակցության եւ այս հարցը ես որպես լրագրող անդադ լսում եմ, որ
հետշրջելի է այս process-ը, այսինքն այո մենք ունենք ներկայում status quo 17 կետանոց խաղաղության համաձայնագրի նախաստորագրում Թրամփի միջնորդությամբ, բայց Ալիևն է անկանխատեսելի գործիչ, որ պահին նրան ձեռնտու լինի միջազգային իրադրությունը հարմար լինի, միջազգային խաղացողները թույլ տան նա ագրեսիայի գնալու հնարավորությունից կօգտվի, բայց իհարկե լավատեսները ասում են, որ տնտեսական գործակցությունը խաղացան, այսպես հնարավորություններ է բացում, ինչ եք դուք մտածում այս հարցում։ Հատկապես վատատեսական սցենարներ։ Ոչ վատատեսական, ոչ լավատեսական, այլ իրատեսության մեջ եկեք հիմա դիտարկենք հարցը, որովհետև մենք ունեցել ենք նախորդիվ մի փաստաթուղթ նոյեմբերի 9-ի, որը կրկին խաղաղության մասին էր ըստ էության, եթե տրամաբանության են այնք, բայց հակառակ գործողություններ են տեղի ունեցել, այսինքն այս փաստաթղթի ընդունումից ի վեր Եռակոմ հայտարարության նոյեմբերի 9-ի մենք ունեցել ենք եւ ներխուժումներ Հայաստանի Հանրապետության տարածք, մենք ունեցել ենք Լաչինի Միջանցքի փակում, Արցախի բլոկադա եւ Արցախահայերի բռնի տեղահանություն։ Այսինքն այդ իսկ օգոստոսի 8-ից ի վեր որևէ բացասական զարգացում դեռևս տեղի չի ունեցել եւ դժվար է տեղի ունենա, բայց ինչ վերաբերում է խաղաղության երաշխիքներին, դա միայն թրիփը չէ, միայն նախաստորագրված փաստաթուղթը չէ, այսինքն դրանք երաշխիքների բաղադրիչներից կարող են լինել, բայց երաշխիքները բնականաբար պետք է լինեն ավելի շատ, առաջին հերթին մեր զինված ուժերի ամրությունն է, տարածաշրջանում մեր դիրքավորումն է, սուբյեկտների հետ միջազգային համագործակցության ընդհանուր շահերի որոնումն է եւ դրանց համադրելիությունն է նաեւ այն կոմունիկացիաներով, որոնք որ պետք է Հայաստանով անցնեն, այսինքն խաղաղությունը ինքը մեկ կոմպոնենտից բաղկացած չէ, խաղաղությունը ունի բազմաթիվ բաղադրիչներ եւ մենք նաեւ խաղաղության բաղադրիչների դիվերսիֆիկացում ենք իրականացնում եւ ոչ թե մնում ենք օրինակ միայն ռազմական ուժի վրա, միայն տնտեսական գործոնի վրա, միայն արտաքին դաշնակցի այսպես բարեհաճության կամ իրավական պարտավորությունների վրա, ես ինչու եմ այս ամենը նշում, որտեղ այդ ամենը մենք ունեցել ենք, օրինակ տնտեսական տեսակետից միակողմանի կախվածություն Ռուսաստանից, ռազմական տեսանկյունից միակողմանի կախվածություն Ռուսաստանից, դաշնակցային հարաբերությունների տեսանկյունից միակողմանի կախվածություն Ռուսաստանից եւ ինչ ենք ունեցել, մենք դա էլ ենք տեսել, պատերազմ եւ ցավալի հետևանքներ։ Հիմա մենք այս բոլոր ուղղությունները նաև խաղաղության եւ անվտանգության հետ կապված դիվերսիֆիկացնում ենք եւ տեսնում ենք այնուամենայնիվ հարաբերականորեն կայունություն, չէ՞։ Եվ եթե այս կայունությունը պահպանվում է, մենք տեսնում ենք արտաքին սուբյեկտներն էլ ավելի շահագրգիռ են դառնում, որպեսզի այս տարածաշրջանում հետապնդեն շահեր, թե տնտեսական բնույթի, թե քաղաքական բնույթի, թե համագործակցային առհասարակ։ Գնանք պարոն Օրդոխանյան, կարելի է ասել, որ խաղաղության հնարավորությունը եւ այն իրադրությունը, որ այսօր ունենք, սահմանին չեն կրակում, առնվազն որպես տեսանելի ցուցիչ, եւ Ադրբեջանի կողմից համաձայնելը նախաստորագրել, իհարկե դեռ ստորագրման փուլ կա, որ առաջիկա 1-2 տարիների գլխավոր քաղաքական հարցադրումներից է լինել, որովհետեւ հանրաքվեի հետ է Ադրբեջանը կապակցում, թեև հայկական կողմը այդպես չի կարծում։ Խաղաղության նախաստորագրումը հնարավոր է դարձել Ռուսաստանի գործոնի նվազեցման արդյունքում։ Հնարավոր է այդպիսի բան։ Ակնհայտ է, որ այդպես է, որովհետև այն պայմաններում, երբ Ռուսաստանի Դաշնությունը միջնորդություն էր ստանձնել եւ առհասարակ ազդում էր հայ-ադրբեջանական հարաբերությունների դինամիկայի վրա, մենք տեսել ենք հիմնականում կոնֆլիկտային զարգացումներ։ Նույնիսկ այն պայմաններում կրկնեմ, երբ Ռուսաստանի Դաշնությունը ստանձնել է խաղաղապահ առաքելություն Արցախում, նույնիսկ այն պայմաններում, երբ Հայաստանի Հանրապետության Ադրբեջանի հետ ունեցած սահմանային տարբեր հատվածներում Ռուսաստանը ունեցել է ռազմական ներկայություն, որը պետք է զսպիչ գործոն լիներ, բայց հակառակն է, չէ, տեղի ունեցել, ներխուժումներ են տեղի ունեցել, թե Սյունիքի հատվածում, թե Վայոց ձորի, թե Գեղարքունիքի եւ այլն։ Եվ այն պահից ի վեր, երբ մենք կարողացանք, կրկնում եմ, եվրոպական խաղաղ դիտորդական առաքելություն բերել Հայաստան, անզեն առաքելություն բերել Հայ, այդ անզեն դիտորդը շատ ավելի լավ կայունություն բերեց մեր սահմաններին, քան զինված խաղաղապահը կամ զինված ռուսական ներկայությունը մեր
Ադրբեջանի հետ ունեցած սա փաստ է, չէ, սա անվիճելի փաստ է, եւ մենք համեմատելու բաներ ունենք։ Եթե մենք չունենայինք, գուցե չկարողանայինք այդպիսի պնդումներ անել, բայց քանի որ համեմատության մեջ մենք տեսել ենք նաեւ դրական զարգացումներ այդ տեսանկյունից, բնականաբար սա ողջունելի է, դա չի նշանակում, որ Ադրբեջանը չպետք է դուրս գա այն տարածքներից, որտեղ մուտք է գործել, բայց ինչպես նշվել է, դա ոչ թե ռազմական ուժի, այլ դիվանագիտական եւ սահմանազատման գործընթացի արդյունքում պետք է լինի եւ հետեւապես սա էլ է կայունության որոշակի երաշխիք եւ գործոն մեզ համար։ Ես կարծում եմ, որ այս տրամաբանությամբ առաջնորդվել այնուամենայնիվ, որքան էլ շատերը լինեն անհամաձայն, բայց որոշակի կայունություն է բերել եւ Հայաստանին եւ տարածաշրջանին։ 25-ի տարեվերջին քննարկում է Ռուսաստանի հավանական մասնակցությունը Թրամփի ուղու ստեղծմանը, չգիտեմ, մասնակցության, ինչպես է դա հնարավոր։ Իհարկե մարդիկ հիմնվում են նաև վարչապետի Պուտինին այն արած խնդրանքին, որ վերակառուցեք երկաթուղային հատվածներ, որոնք հարավկովկասյան երկաթուղին կառավարում է, բայց դրանք կառուցված չեն, հիմնականում Ադրբեջանի եւ Թուրքիայի հետ սահմաններն են դրանք վերաբերվում, բայց տարեվերջին նաև Ադրբեջանի արտգործնախարարը ասում էր, որ Թրամփի ուղուն Ռուսաստանի հավանական մասնակցությունը չկա, Հայաստանն է այդ մասին իրենց ասել, թեև 2038 թվականին մինչև ռուսական հարավկովկասյան երկաթուղին կոնցեսիոն կառավարում է իրականացնում, բայց մինչ այդ պայմանագրի կնքում այդ երկաթուղին պարզապես գոյություն չուներ։ Ռուս սահմանապարներ կան մեղրի ճանապարհի երկայնքով, բայց իրականում նրանք սահմանն են վերահսկում, ոչ թե ճանապարհ։ Բայց ռուսները ոնց որ ասում են, չէ, ոնց որ ճանապարհին են, էլի։ Ինչ սպասել այս մասով 26-ից զարգացումը։ Տեսեք, եկեք ելի հետընթաց հայացք, հա, գցենք ժամանակաշրջան, երբ ռուսական գերակայություն կար տարածաշրջանում եւ մասնավորապես Հայաստանում եւ կոնֆլիկտ եւ էսկալացիա եւ պատերազմ եւ ներխուժումներ եւ Արցախի կորուստ։ Սա փաստ է։ Փաստ է։ Դիվերսիֆիկացվող տարածաշրջան, նոր դերակատարներ, որոշակի կայունություն։ Սա փաստ է, նույնպես փաստ է։ Հետևաբար կրկին վերադառնալ ռուսական մասնակցությանը եւ ներկայացվածությանը նոր նախագծերում չկա որևէ երաշխիք, որ մենք չենք վերադառնալու կրկին կոնֆլիկտային որոշակի վիճակների, հրահրումների եւ նոր էսկալացիաների։ Որտեւ ինչպես ասում են, միևնույն գետը երկու անգամ չես մտնի, հետեւաբար մենք պետք է շատ լուրջ դատողություններ անենք, թե որքանով է նպատակահարմար ռուսական որևէ ձևով մասնակցությունը ամերիկյան նախագծերում եւ արդյոք դա բերելու է իսկապես կայունություն տարածաշրջանին, թե ոչ։ Խնդրի մյուս կողմը նշեցիք երկաթգծերը, հարավկովկասյան երկաթուղի, որը տասնամյակներ արդեն կոնցեսիոն կառավարում է անում եւ այս պարագայում էլ մենք չենք տեսել կառուցում, կառուցողականություն, մենք հակառակը տեսենք ապակառուցողականություն, այսինքն շատ հատվածներում երկաթգծերն ուղղակի անպամոնտաժվել են, դարձել են անգործունակ եւ մասնավորապես այն հատվածներում, որոնք Ադրբեջանին պետք է Հայաստանը կապեն եւ Հայաստանը կապեն Թուրքիային։ Այսինքն այդ քանդման աշխատանքը կամ անգործարկումը, որը որ կա, սա նույնպես չի խաթարել ապաշրջափակմանը։ Եթե երկաթգծերը լինեն, այդ ամենաավելի արագ եւ հեշտ տեղի կունենար, չէ՞։ Եվ ստացվում է, եթե մենք տասնամյակներով տվել ենք մեր ուրեմն երկաթուղին արտաքին կոնցեսիոն կառավարման, բայց մենք չենք տեսել դրա արդյունավետությունը, հետեւաբար երևի թե մի փոքր միամիտ կլիներ հավատալ, որ շատ արագ այդ ամենը վերականգնվելու է, կառուցողականությունը վերադառնալու, հակառակը ինքը ունի այդ գործոնը, երկաթգիծ այսօր գործոն է, չէ՞, Ռուսաստանի ձեռքում։ Առնվազն Երասխից դեպի Գյումրի։ Եթե մենք պետք է ունենանք թրիփ, որը պետք է հետո անցնի դեպի Նախիջևան, Նախիջևանով գա Երասխ, Երասխից Գյումրի, Գյումրից Կարս։ Այս հատվածը Երասխի Գյումրի ռուսական է։ Հիմա իր ձեռքին կա լծակ ազդեցության, կա։ Հիմա եթե կկառուցի ուրիշ բան։ Եթե չի կառուցի, ինքը նաև դրանով ամբողջ թրիփը կխաթարի, հասկանում եք։ Սա շատ կարևոր գործոն է։ Դեպքում Հայաստանը ինքը կառուցի եւ Ռուսաստանի զրկի իրավունքները Հայաստանը պետք է, այո, նախ որոշակի ժամանակահատված խելամտության մեջ, հա իհարկե հիմա մենք տարիներով չենք սպասելու։ Այդ նշանակում է, որ թրիփը կախված է լինելու Ռուսաստանից, եթե ինքը այդ երկաթգիծը երբ կուզի կսարքի, չուզի չի սարքի, բարձա չէ, որ այն չի կարող այդ այսպես կոմունիկացիան մի հատվածում աշխատի, մյուս հատվածում չաշխատի։ Այսինքն ինքը դրանով կարգելակի թրիփի
Գործարկումը հետևապես շատ արագ մի քանի ամսվա ընթացքում, եթե այդ աշխատանքները չեն սկսվում, Հայաստանը նախ բերելով բազմաթիվ կարծում եմ այնտեղ հիմքերը կլինեն պայմանագրային, որ պարտականությունները ստանձնել, արդիականացման հետ կապված։ Բավական այդ հիմքերը քրեական գործերը։ Դե, բա պետք է ուրեմն վերադառնալ եւ տեսնել, եթե դա մեր ռազմավարությանը վնասում է։ Տեսեք, մենք ասում ենք ռազմավարական դաշնակից, չէ՞։ Ռազմավարական դաշնակիցներ ունենում են ռազմավարական նույն շահերը։ Հիմա մեր Ռուսաստանի շահը նույնն է ռազմավարական։ Իհարկե ոչ։ Այս պարագայում ռազմավարական դաշնակցությունը միայն ձևակերպում է, բայց իրականության մեջ այդպեսին չէ, հետեւապես ինչպես հեցի պարագայում կարծում եմ, այսինքն նախադեպ կա, այնպես էլ երկաթգծերի պարագայում, որտեղ հավանաբար շատ ավելին են հիմքերը, որոնք կարող են որևէ process գեներացնել դա պետականացնելու, մենք այս ուղղությամբ էլ պետք է մտածենք, որովհետև կրկնում եմ, TRIP-ի հաջողությունը կախված է լինելու երկաթգծի մասով առնվազն այս հարավկովկասյան երկաթուղու ռուսական տիրապետումից դուրս գալուց պետականացնելուց կամ այլ սցենարի զարգացումից։ Եթե մենք ուզում ենք TRIP-ը աշխատի, մենք այս հարցը պետք է լուծենք։ Ամեն դեպքում 26-ի զարգացումներն ինչպիսին է լինել։ Մենք այս տարվա 25-ի սկզբում ունենք կանխատեսումներ, շատ են ահազանգեր, որ Ադրբեջան ռազմական ագրեսիաների է գնալ, հատկապես Իրանին հարվածելու այդ շրջաններ, եւ մենք տեսել ենք ամերիկյան կողմից Թրամփի ադմինիստրացիայի անվտանգության հարցով խորհրդականի զանգ Բաքու, Ուիտքոֆի այցը եւ կային նաեւ տեղեկություններ, որ դրանք ուղղված են եղել էսկալացիայի կանխարգելմանը, պետքարտուղար Ռուբիոն այն ժամանակ զանգել էր Փաշինյանի եւ այսպես կանոնության մասներ խոսում եւ այլն, հա։ Ուր են գնում Հայաստան-Ադրբեջան հարաբերությունները ձեր գնահատմամբ։ Մենք այո տեսանք ադրբեջանական բենզինի ներկրում, թեև բոյկոտի կոչեր կային, բայց նաև տարբեր այսպես հեռուստաընկերությունների ռեպորտաժներ այն մասին են, որ մարդիկ ասում են թուրքական հագուստ հագնում եք ադրբեջանական բենզին չեք ուզում օգտագործել։ Խոսքով մարդկանց հավատը չի գալիս, պարոն Օրդոխանյան, որ պատերազմները հետևում են։ Գիտեք ինչ կա, այդ հոգեբանությամբ մենք սոցիալականացվել ենք ցավոք սրտի։ Պատերազմի հոգեբանությամբ, փոխադարձ թշնամանքի եւ ատելության, փակ սահմաններ, տասնամյակներ, փրկիչ եւ այսպես ասենք, մեզ մորթի ենթարկող եւ այլն։ Իհարկե, այն պատմական իրողությունները, որ եղել են, դրանք անհերքելի են, բայց եկեք հասկանանք, որ մենք չենք կարող մեր պետությունը այս տարածաշրջանից վերցնել, տանել բարեկիրթ եւ ժողովրդավար պետությունների մի տարածաշրջան եւ այդտեղ շարունակել մեր գոյությունը եւ պետականությունը։ Այդ մենք պետք է հասկանանք այս տարածաշրջանն այսպիսին է, մեր հարևաններն էլ այսպիսին են եւ շուկան էլ ինքը ունի իր օրենքները։ Եթե մենք ուզում ենք դիվերսիֆիկացիոն տնտեսական, մենք չենք կարող կախված լինել մեկ շուկայից։ Մենք պետք է տարբեր շուկաների հետ համագործակցենք, իսկ այդ ապրանքը կգնեն թե չեն գնի, դա էլ է շուկան որոշում, պահանջարկի եւ սպառմամբ, գնի հետ կապված, որակի եւ այլն եւ այլն։ Հիմա մենք հակառակը մեր տնտեսվարողը պետք է այլ բան մտածի, այնպես իսկ ինքը ինչ կարող է առաջարկել այդ մյուս շուկաներին, որ իր ապրանքը կլինի պահանջված եւ դա էլ կվաճառվի անտեղ։ Մենք այս տեսանկյունից պետք է հարցերին այն, ոչ թե ասենք, ստեղից չներկրենք, այս մյուս տեղից չներկրենք։ Լավ, մի տեղից ենք ներկրում, հետո կախվածությունը մեծանում է, այսինքն եթե մենք ուզում ենք X սուբյեկտի ազդեցությունը նվազի, մենք պետք է դրանից մեր կախվածությունը առաջին հերթին նվազեցնենք։ Իսկ կախվածության նվազեցումը հնարավոր է այլ սուբյեկտների հետ համագործակցությամբ։ Հետևաբար Հայաստանի արտադրողն է պետք է մտածի տնտեսվարողը, թե ինքը ինչ կարող է արտադրել եւ ինչ կարող է շուկաներ հանել, որ լինի պահանջված եւ դառնա բնականաբար նաեւ տնտեսական շահ, թե տվյալ տնտեսվարողի, թե նաեւ Հայաստանի համար։ Այս տեսանկյունից, այնպես որ այդ խոսույթը ինքը, գիտեք ինչ, էմոցիոնալ դաշտում է, հոգեբանական դաշտում է, ճնշումների տեսանկյունից, հիմա ներկրում են բենզին, գնորդը, սպառողը, կսպառի էլի կներկրեն, չի սպառի, էլ չեն ներկրի, այսինքն շուկայում գործոն է նաև գնորդը։ Եթե դուք չեք ուզում, որ ներկրվի, ուրեմն սպառողը իր համապատասխան վարկագիծը ցույց կտա, ենթադրենք հետո չի ներկրվի։ Կբոյկոտեն չի։ Թեկուզ, այսինքն ամեն բան հնարավոր է, բայց շուկան ազատական է եւ եթե մի բան ունի պահանջարկ, հետեւապես
այդ տնտեսվարողը դա բերելու է եւ սպառնելու է։ Հոգեբանական։ Այո, ես դրա համար ասացի, սա հոգեբանական եւ էմոցիոնալ դաշտում է եւ մենք հակառակ տեսանկյունից պետք է մենք ինչ կարող ենք արտահանել այդ երկրներ, որ այդ երկրներում կլինի պահանջված։ Հիմա բենզինը պահանջված է, եթե պահանջված չլիներ դժվար է լիներ կրեին։ Գևորգ Պապյանը տարվերջին էկոնոմիկայի նախարարն ասում էր, որ Հայաստանն էլ Ադրբեջան կարող է տարբեր մթերքներ ներկրել, այդ թվում արտահանել, այդ թվում գյուղատնտեսական ապրանքներ եւ խմիչք, փայլաթիթեղ եւ այլն։ Մենք իհարկե կհետևենք այս զարգացումներին։ Ես ընթերցում եմ այս լուրի տակ ադրբեջանական մեկնաբանությունները, դրանք շատ հետաքրքիր որ ռուսալեզու են, բայց այն մասին են, բա այս հայերը մեզ թունավոր են։ Հա, այդ սննդի մեջ թունավորման մասին ահազանգեր կային նաեւ երբ որ այսպես Ադրբեջանից ինչ որ բան են ուզում, ցորենը, հա, Ադրբեջանով գալիս է, բա որ ճանապարհին թունավոր են։ Իհարկե մարդիկ չեն ֆիքսում, որ դրանք շատ հաճախ ստուգվում են, հա, մինչև սպառող են հասնել։ Բայց այս նյուանսն էլ է կարևոր, էլի։ Մենք մտածում ենք նրանց մասին այնպես, ինչպես նրանք են մեր մասին մտածում։ Բա մեր զինվորների արյունը, նույն մեկնաբանություններն է, ես կարող եմ ցանկացողներին ցույց տալ։ Հնարավոր է այս ամեն ինչից ազատվել եւ ավելի խաղաղությանը միտված հասարակություններ կառուցել եւ ինչպես։ Ժամանակ է պետք իրականում։ Ժամանակ է պետք, որպեսզի այդ վերքերը ինչ որ ձևով սպիանան, բնականաբար շատ բարդ է այդ ամենը, բայց պարզ է որ տրամադրությունները այնպեսին ինչպեսին կա մեր հասարակության մեջ, նման տրամադրություններ կան եւ ադրբեջանական հասարակության մեջ, բայց խնդիրն այն է, եթե մենք պետք է բացենք սահմանները, եթե մենք պետք է համագործակցենք, պետք է լինի կայուն տարածաշրջան, պետք է չլինի մեկ սուբյեկտի գերակայություն, որը երբ ուզի թշնամանքը խորացնի կողմերի միջև եւ իրացնի դրանով իր շահերը, այն պատկերը, որը որ մենք ունեցել ենք։ Մենք պետք է իրողությունները հաշվի առնենք, որքան էլ դրանք չհամապատասխանեն մեր էմոցիոնալ ընկալումներին, բայց կան իրողություններ, որոնք երբեմն մեզանից կախված չեն, միայն։ Այսինքն այդ հարցերը մենակ մենք չենք, եթե մենք այդքան հարցեր կարողանայինք որոշող լինենք, դժվար թե այս իրավիճակում հայտնված լինենք, բայց այնուամենայնիվ մենք այսօր տարածաշրջանային քաղաքականության մեջ կարևոր անկյունակարային պետություն ենք եւ Միացյալ Նահանգների հետաքրքրվածությունը, Չինաստանի, Հնդկաստանի, արաբական աշխարհի, այդ թվում Ռուսաստանի Դաշնության, չէ՞ որ այս գործոնով է պայմանավորվում։ Այդ մի հատվածով այդ փոքր տարածքի նկատմամբ հավակնությունների եւ վերահսկողության տարբեր շահադրթումները Հայաստանի աշխարհագրությունը խոշոր հաշվով կարևոր է միջազգային շատ խոշոր նախագծերի համար, հետեւաբար Հայաստանն է կարևոր։ Եթե մենք ուզում ենք մեր կարևորությունը շարունակենք, այդպիսին մեր պետականությունը պետք է ամրապնդենք եւ մենք լինենք այդ հանգույցի նկատմամբ վերահսկողություն ունեցողը, հետեւաբար մենք ունենք շանս, բայց այդ շանսը ոչ թե պարփակվելու եւ օտարանալու մեջ է տարածաշրջանում, այլ հակառակը մեր շահերի հաշվառման բացվելու եւ համագործակցելու։ Եթե մենք շատ համագործակցենք, մենք դրանով նաեւ ավելի կարեւոր կդառնանք մեր հարևանների համար, հետեւաբար նաեւ ավելի կնվազի նրանց հավակնությունները մեզ նվաճելու տեսանկյունից, որովհետեւ խոշոր հաշվով տնտեսական շարժերն են նաեւ բերում այն մուտքերը եւ այն ապահովության շեմը, որը հետագայում ծառայում է թե բանակի արդիականացմանը, թե մեր գիտական ներուժի բարձրացմանը, թե մեր կրթության բարելավմանը եւ մնացյալ բոլոր ոլորտներին։ Շնորհակալություն զրույցի համար։ Հարգելի հեռուստադիտողներ, Factor TV-ում հյուրընկալել ենք Էմիլ Օրդոխանյանին։